հաշիվ պահանջի թե համահայկական հիմնադրամի տասնյակ տարիներ հավաքած եւ Արցախ ուղարկված գումարներն ուր են, ում գրբաններում են եւ ինչու բանական պատրաստ է ռազմական գործողությունների եւ ինչու ուրեմն այս բոլորը պետք է կարգավորվի եւ մեր խնդիրն է մենք պետք է մտածենք ինչպես կարողանանք մեր երկրի ներքին կյանքը կարգավորել։ Բարի երեկո ձեզ հարգելի հայրենագիտներ, բարև հարգելի դիտողներ։ Սպարագայում ասենք աշխարհասփյուր հայություն, որովհետև կյանքն ապացուցում է մեր տեղեկատվություններն այնպես է, որ այդուհանդերձ մեզ լսում են շահագրգիռ հայկական շրջանակները եւ կոնկրետ այս սպարագայում առաջին անգամ ուրեմն բանով ճանաչելու իմաստով հատկապես Ավստրալիա հայության այն հատվածը, որոնց հետ մենք հանդիպեցինք, որտեղ միմյանց, այսպես ասենք, տեսակցությունը հետաքրքիր անցավ, իրար ճանաչեցինք, լսեցինք եւ այլն եւ այլն։ Եվ խնդիրները բնականաբար կփորձենք նախ եթեր տալ, տեղեկացնել միմյանց եւ երկրորդը, եթե հնարավոր է, լուծումներ գտնել եւ անպայման կլինեն։ Հիմա ընդհանրապես հիշեցնեմ, որ սա քրիստոնյա ժողովրդավարական գուսակցության հայացք Երևանից հաղորդաշարն է, որը տրվում է քրիստոնյա ժողովրդավարական գուսակցության կենտրոնական գրասենյակից գրեթե անխափան շաբաթը մեկ 3 շաբթի ուրեմն ժամը 7-ի հաշվով Երևանի ժամանակով երեկոյան։ Այսօր նորից ստիպված խոսելու եմ մի բանի մասին, ստիպված եմ ասում, որովհետև շատ լավ կներ, որ մենք խոսենք ընդհանրապես անհոգ հարցերի թեմաների մասին, բայց դե կյանքն նույնպես է դասավորել հայության կյանքը, որ մենք ստիպված խոսում ենք բաների մասին, որոնց մասին երևի չենք էլ ուզի խոսել։ Հիմա գիտեք, որ Հայաստանում բավականին իրավիճակը նորից շիկացած է, ոչ այն իմաստով, որ կարող են իշխանություն տապալել, բայց բոլոր դեպքերում անհանգիստ է, երկիրը գիտեք, այսպես ասեմ, ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակի մեջ է, չնայած հանգիստ է այն իմաստով, որ խաղաղություն շարունակվում, բայց Հայաստանի պարագայում այնպիսին է, որ ամեն անակնկալ, ամեն պահի սպասելի է, որովհետև մենք պատերազմում պարտվել ենք հիմնավորապես եւ չագերտավոր շատ խորը վերքերով ու ուրիշ դրան զուգահեռ ասեմ, որ մենք այդ վերքերը բուժում ենք, կարող եմ վստահաբար ասել, որ բավականին հաջողությամբ, բայց այս ճանապարհին մենք շատ ճանապարհ ունենք անցնելու։ Ես ժամանակին ձեզ ասել եմ հետեւյալը, սիրելիներ, հայրենագիտներ, բարեկամներ, նաեւ այսպես ասեմ, նաեւ այսպես ռուսական ռոզլիվով KGB-ի թուրքական շներ։ Դա այդպիսի մի շերտ ունենք, ուրեմն ռուսական չեկիստների թուրքական շներն են, որոնք մեզ դրամատրում են աչուծախ սրա հետ, նրա հետ եւ պիտակավորում են տարբեր բաներ, նպատակը պետականության կայացման վիժեցումն է, չնայած դա իրեն չի հաջողվելու, բայց էշի համառությամբ այդ թուրքական շունը շարունակում է ռուսական հանձնարարությունը կատարել եւ դա դուք տեսնում եք նաեւ փողոցում օգտագործում են ամեն պատրվակ, ամեն պարակա երկիրն ապակայունացնելու, անկայուն պահելու համար։ Հիշեցնեմ հետեւյալը եւ ես ձեզ առաջարկում եմ, եթե հնարավորություն ունեք, Վիկիպեդիա մտնեք Յուտանով ազգանունով կամ Բեզմենով ազգանունով նախկին սովետական բանակ ուրեմն գաղտնի ծառայության, որ KGB-ն կամ ՉԿ-ն է, նրա նյութերը վերցնեք, տեսնեք թե ինչպես է սովետական այսօր ռուսական գաղտնի ծառայությունը աշխատում տարբեր երկրներում եւ հատկապես այնպիսի երկրներում, որոնք ինքը պիտակավորել է որպես բարեկամ, հասկանալի է չէ թե ռուսի բարեկամը որն է, որպես պետություն եւ ինչպես է քայքայում այդ երկրները, որի օրինակները բազմաթիվ են։ Այդպիսի փորձեր արվում է Միջին Ասիայում, դուք դա տեսնում եք, շատ ընդգծված չի, բայց դա Ղազախստանը երբեմն ցնցում է, Ուկրաինայի նկատմամբ կատարել է աննախադեպ ագրեսիա եւ հիտլերյան ֆաշիզմի ավանդույթով այրվածողի քաղաքականություն է վարում, ասեմ, Ուկրաինայում Ռուսաստանը վարում է այրվածողի քաղաքականություն, այնպես ինչպես 1914-15 թվականներին թուրք ջիվաղը կատարեց Արևմտյան Հայաստանում քարուքան դանելով ամեն ինչը եւ գլխավորապես նպատակ ունենալով հայ էթնոսի ոչնչացումը, ինչը որ ռուսների օժանդակությամբ ադրբեջանական ելուզակները կատարեցին 23 թվականին, ուրեմն Արցախ աշխարհում հայոց։ Եվ այսպես, ուրեմն հիմա ինչ է ասում Յուտանովն ասում է, որ իրական ազգանունը դա Բեզմենով է, Յուրի Բեզմենով, նա ասում է, որ Ռուսաստանը կամ սովետական միությունը դրյալ պարագայում սովորություն ունի բարեկամ երկրներում առաջացնել կայուն անկայունություն, որտեղ կայունությունը միայն անկայունության մեջ է։ Եվ դրա համար բազմաթիվ տարբերակներ օգտագործում, ինչ հնարավոր է, ձեռին, ինչպես ասում են, ինչպես կլինի,
եւ Հայաստանի պարագայում հիշում եք, ուրեմն անցած տարի ոսկեպարի աղմուկ աղաղակներ, որ շպրտել էր փողոց Հայաստանի ռուսական 5-րդ շարասյունը, որին մասնակից էին Ղարաբաղյան կլանը իր արբանյակներով, ուրեմն եկեղեցին իր ուրեմն անիմաստ եկեղեցականներով, քաղաքականացած դասով եւ այսպես շարունակապար էլի շատ շարունակեմ եւ այլն ոչինչ չստացվեց սահմանազատումը որոշակի իմաստով եղավ, բայց մեր ժողովուրդը ահռելի կորուստներ գրեց։ Ահռելի կորուստը տնտեսական նկատունեմ այսօր էլ նույնն է կատարվում ամեն մի նման գործողության ժամանակ անկայունության պետության տնտեսական հաջողությունները չեն լինում այն, ինչ որ պիտի լինեին, եւ առասարակ այս պարագայով ես մեր իշխանություններին չնայած ցույց չունեմ, որ կանեն, բայց առաջարկ ունեմ, որն է ստեղծել մի հանձնաժողով պատասխանատու մասնագիտական եւ տեսնել թե պատերազմից հետո այս 5-րդ շարասյունը Հայաստանին ինչպիսի տնտեսական վնաս է հասցրել։ Ես նկատում եմ այն շարասյունը, որին գլխավորում է Ղարաբաղյան կլանը եւ այդ ցնցումներից, անգործություններից, ճանապարհ փակելուց, բառաչելուց, հոգեկանից զատ, բարձր է որ տնտեսական ահռելի վնաս է եղել։ Սովորաբար պետությունները ձգտում են կայունությամբ, որովհետեւ ունենան տնտեսական ուրեմն աճ, իսկ այս պետության կողոպտուշներ, գանձագողեր, կույսի տեսքով նախկին քաղաքական պորնիկներ, այսպես իրականում դա այդպես է, անընդհատ երկիրն ու ժողովրդին պահում են անկայունության վիճակում, եւ այս պարագայում այսօր օգտագործվում է մեր արցախահայության հատվածի խնդիրները։ Պարզ է, որ խնդիրներ շատ կան, եւ այդ խնդիրները կարելի է շահարկել հազարումի ձևերով, որտեղ ինչու եմ ասում շահարկել, որտեղ ես անձամբ տեղյակ եմ, գիտեմ, որ կառավարությունը իր ունեցած բոլոր հնարավորությունները ժամանակին օգտագործեց արցախահայությանը պատշաճ ձևով հայրենիքում ընդունելու, տեղաբաշխելու, նյութական օգնություն ցուցաբերելու եւ այլն եւ այլն։ Եվ այդ իմաստով որը մեկը բողոքելու ոչինչ չունի։ Ինչու ասենք այդ բարագայում $100,000 բանի փոխարեն դրամի փոխարեն չէր տրվում $100,000, որովհետեւ $100,000 Հայաստանի Հանրապետությունը նման ծախսերի համար չունի։ Տվեց այն, ինչ հնարավորություններ, եւ դուք հիշում եք, որ Հանրապետության վարչապետի տեղակալը փոխվարչապետը ներկայացրեց հաշվետվություն, որտեղ կներեք այս պետքի միայն գլխամասներ երևում, թե ինչքան է ծախսել, ինչքան է օգնել մեր հայրենագիցներին։ Բայց կան բաներ, իրենք չեն ասում, ես էլ կոնկրետ բան չեմ ասի, բայց ասեմ, որ ծախսերը շատ ավելի մեծ են եղել եւ Հայաստանի Հանրապետությունը պիտի նկատի ունենանք ոչ Մեծ Բրիտանիան է, ոչ Ռուսաստանի նավթն է, ոչ ուրեմն Անգոլայի ուրեմն այդ հանքերն են, որոնք ահռելի հարստություն ունեն։ Մի խոսքով աղքատ պատերազմից դուրս եկած երկիրը եւ աղքատ իր բնակչության կազմակերպվածության պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Արցախահայությանը տվեց ահռելի օգնություն, ինչը որ հնարավոր էր, ավելին կարող էր թե չէ, կարծում եմ չէ, բայց հնարավոր է որ օգնությունը շատացնի, դա կապված է պետական բյուջեի հնարավորությունների եւ այլնի հետ, եւ այստեղ պետք չի ցույց անել, գործադուլ անել եւ բառաչողների հսկա բանակներ կազմել, գցել իշխանությունը վարկաբեկել, պետությունը ցնցել, որովհետև այդ հարցերը միշտ կարելի է լուծել իշխանության հետ քննարկումների հետ, ստեղծել փոքրիկ մի հանձնաժողով, հանդիպել պատասխանատուների հետ եւ փոխադարձ հասկացողությամբ հարցերը քննել եւ ոչ թե ուրեմն ադրբեջանական յուրտերը տեղափոխել Հայաստանի Հանրապետության հրապարակ եւ այդ յուրտերում հայտնի չի ինչ մութ ու սև գործեր անել։ Հիմա ինչ եմ ուզում ասել երկու կողմին էլ, նրանց ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ Հայաստանի Հանրապետությունն եմ ապրում եւ նրանց ովքեր Արցախահայություն են ուրեմն ինչ հանգամանքներով իրենց ղեկավարության, դավաճանության, ապիկարության, տխմարության, տարիների ուրեմն հետևանքով, տարիների անգործության, կողոպուտի եւ տխմարության պատճառով անգրակետ կառավարման պատճառով երկիրը Արցախահայությանը կանգնեցրեցին ուրեմն աղետի առաջ եւ եղավ փախուստ, համընդհանուր փախուստ։ Իհարկե սա պարտություն է մեզ համար որպես ժողովուրդ, բայց այդ պարտությունը պիտի առաջինը վերագրել Ղարաբաղյան կլանին եւ Արցախի իշխանություններին, որոնք հիմա վայելում են Ալիևի հյուրընկալությունն ու հյուրասիրությունը, ուրեմն որ չէին էլ պատկերացնում, որ սրանք պատկերացնում են թե ինչ է լինի, իրենք կճողոբրեն ռուսների օգնությամբ, Ռուսաստան կամ այլ երկրներ, բայց ձեր աչքի առաջ եղավ մի բան, որի մասին ես ձեզ զգուշացնում եի, որ ռուսները սովորաբար հայ իրենց ստրուգներին օգտագործում շպրտում են, այս անգամ շպրտեցին, ես նկատի ունեմ ռազմաքաղաքական ղեկավարության ինչպես իրենք են ասում եւ էլիտաները ինչպես իրենք կուզեին իրենց ներկայացնեին, բայց ըստ էության ջախջախված կլանի փշրանքների, որոնք շպրտեցին Բաքվի բանդեր։
եւ մեր ժողովուրդը այսօր փոխանակիր ռազմագերիների խնդրով զբաղված է դրանց մասին հեքիաթներ եւ այլն ու լսելով։ Հիմա առաջարկս հետեւյալն է, սիրելիներ, Արցախահայությունն առաջին հերթին եւ տեղի այսպես Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը։ Դուք աշխատեք միմյանց հետ նորմալ հարաբերություն ստեղծեք, Արցախահայությունը ինտեգրվի, ինչպես ասում են, իսկ հայությունն տեղին լավ ընդունի։ Եվ Արցախահայությանը հատուկ հետևյալն եմ ասում. ձեր բարեկամը տեղի հայ ազգաբնակչությունն է, Հայաստանի կառավարությունը, ով է ձեր թշնամին, Ղարաբաղյան կլանն է ձեր թշնամին, որ առաջացրեց այս վիճակը։ Եվ մենք պետք է սովորություն ունենանք բոլորս միասին Արցախահայության բարագայում առանձնացնենք երկու հատված։ Ուրեմն Արցախահայության հսկայական զանգվածությունը, որ մեր ժողովուրդն է, եւ կլանը, որը Մոսկվայի քոցն է, նրա թույլտվությամբ երկիրը կողոպտած գեներալիտետն է, անթիվ անհամար նախագահներն են, նախագահների սիրազներն ու սիրուհիներն են, լսում ենք այդ մասին եւ այլն։ Եվ այդ Ղարաբաղյան կլանը Արցախահայության հիմնական թշնամին է եւ պատասխանատուն։ Իհարկե նա ունի նաեւ գաղափարախոս։ Այդ գաղափարախոսն էլ ուրեմն պետք է հստակ ասվի Զորի Բալայանն է եւ Զորի Բալայանիզմը, որոնք հիշում եք այն տխմար կերուխումը, որ էլիտա կոչված որ գրամոլները հակված քեֆի ժամանակ լսում են այս տխմարի ուրեմն բացատրությունը, որ իրենց խնդիր առաջինը Երևանը գրավելն է, հետո Բաքուն, իհարկե Երևանը չգրավեցան գրավել, բայց երևանցիների կյանքը, հայաստանցիների կյանքը Արցախահայության հետ միասին շիլաշփոթի վերածեցին, Բաքվից էլ ժողովուրդը փախան։ Ուրեմն այս կերած խմազները, որ ցույցեր են անում, պիտի բոլորն իմանան, որ մենք հաշվում ենք, որ յուրաքանչյուրը Ալիևի թրի տակով եք անցեք, տանցել եք այդ անցակետերով, յուրաքանչյուրը դարին ազգանով, գեներալ եք թե նախարար եք թե ինչ եք, բոլորը ըստ էության կռացած, կզած փախել եք նրա դիմացից։ Եթե դա այդպես է, մի քիչ հանգիստ ապրեք եւ ժողովրդին երկու հատվածներ իրար դեմ մի հանեք։ Ես նկատի ունեմ առաջին հերթին Արցախահայության այն հատվածը, որ 90-95%-ն է, որը այո, զրկված ամեն ինչից հանգրվան է ստացել Հայաստանի Հանրապետությունում եւ որին փորձում են օգտագործել Ղարաբաղյան կլանը իրենց քաղաքական քրեական նպատակների համար։ Ուրեմն սա հստակ պիտի լինի։ Ինչքան հստակ չեղավ մեզ մոտ լղոզված եղավ կատեգորիալ համակարգը, բացատրություն այնքան վատ է լինելու բոլորիս համար, հատկապես Հայաստանի Հանրապետության համար, որը գրկապած ընդունել է Արցախահայությանը իր, այսպես ասած, գիրք եւ այն բնակչությունը, որ սիրով մենք ականատես ենք եղել, թե ինչպիսի խանդավատանքով եւ ուշադրությամբ են ընդունում Արցախահայությանը, այնպես որ կառավարությունից եւ ժողովրդից բողոքելու ոչ մի հիմք չունեք, իրավունք չունեք եւ ասել ընդհանրապես եւ մեծախոսությամբ, պորոտախոսությամբ որևէ իրավունք չունեք Հայաստանի իշխանությունների հասցեին խոսեք եւ երկրորդը հատուկ պահանջներ ներկայացնեք։ Դուք նեն կարող եք խնդրեք ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կառավարությանը կարող եք խնդրել ու ոչ թե հրամաններ տակ, բողոքներ եւ պահանջներ ներկայացնեք, որովհետեւ անհիմն են։ Դուք պահանջ կարող եք ներկայացնել Ղարաբաղյան կլանին, որոնք հասցրեցին ձեզ այս օրին։ Հիմա սրանով ուզում եմ ավարտեմ, ճիշտ ասած, հաճելի չի այս թեմայով խոսել, բայց թե հնարավոր չի այդ թեմայով չխոսել, որովհետեւ երկրի կյանքը հերթական անգամ անցած տարվա ոսկեպարի փոխարեն հիմա վերածվել է իբրև թե ղարաբաղցիների հարցի եւ այլն։ Եվ առասարակ առաջարկում եմ այդ ղարաբաղցի տերմինը շրջանառությունից անել։ Ղարաբաղյան կլանից են գոն որևէ ղարաբաղցի Հայաստանում չկա։ Կան Արցախահայեր, այնպես ինչպես Լորվա հայեր, ինչպես Շիրակի գոտու հայեր եւ այլն, հայեր էլի, Արտաշատի, Աշտարակի եւ այլն։ Ուրեմն չկա այդպեսի կա Արցախահայություն եւ կա Ղարաբաղի կլան։ Հայաստանի պետականության ողերին ճշնամին, երկրի ճգնաժամի, կողոպուտի եւ այլնի պատասխանատուն եւ բարձր որ սա նաեւ այսպես է դա ռուսակոց է, ռուսադաստիրակ է եւ ռուսական բարքերի գրող է։ Ուրեմն այս բոլորը պետք է հասկանանք եւ մենք շարժվենք առաջ։ Շարժվելն են պետք է։ Հիմա ինչ ասեմ ձեզ։ Մենք բոլորս պիտի ընդունենք հետեւյալ, այսինքն ես կլան այլևս դնում եմ կողքի։ Բոլորս Արցախահայեր, չգիտեմ, Ջավախահայեր, ինչպես կուզեք էլի։ Մենք պետք է ընդունենք, որ ուրեմն Սումգայիթից այս կողմ մենք գրել ենք ստրատեգիական պարտություն։ Մենք դուրս ենք շպրտվել մեր արևելյան հայրենիքի արևելյան հատվածից, ինչ որ արևելյան Հայաստան կոչվածի Արցախյան այդ տարածքներն են, Գանձակ եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ ինչ ասենք, մենք պետք է արձանագրենք, որ ուրեմն ազերի թուրքը, որին մենք սովորաբար ասում ենք, որ քաղաքակրթություն չունի, պատմություն չունի, մշակույթ չունի, ամեն ինչը չունի, բայց ունի ինչ գրավված հսկայական տարածքներ, մշակույթ, որը այսօր յուրացնում է որպես աղավանական մշակույթ եւ ուրեմն մարդիկ, որոնց հավաքել է իր նախկին ծառաներին հավաքել է Բաքվում եւ այս 8 հոգուն դատում է որպես ուրեմն հանցագործներ, որոնք իբրև թե կազմակերպել են Արցախյան շարժում եւ այլն, դա հաճ բաներ են սրանք։ Ինչ եմ ուզում ասել, սա իր զարմանալ պետք չի, գիտեք ինչի համար,
պարտվողի հետ վարվում են այնպես, ինչպես որ հաղթողը վարվում է։ Եթե դուք նայեք պատմությունը, նայեք մեր պատմությունը, նայեք աշխարհի պատմությունը, այսօր տեսեք Ուկրաինայի դաշտեր, թե ինչպես է ռաշիզմը ոչնչացնում սեփական էթնոսի մյուս մի մասին, չնայած իրենք տարբերակում են ուկրաինացի եւ այլն, բայց բոլորս գիտենք, որ սրանք ցակման առումով որոշակի նույնականություն ունեն եւ ռուսներն ինչպես են ոչնչացնում իրենց եղբայր ժողովրդին, բայց նաեւ ինչպես Թուրքին հանձնեցին իրենց եղբայր Ղարաբաղցիներին, ուրեմն այսպես նաև էլիտա կոչված են։ Իհարկե ծաղր է Ղարաբաղի պարագայով ասել էլիտա, բայց էլիտայի իրենք որտեղ շատ են սիրում։ Այստեղ նախկին նախարարներ կան, ինչեր կան, էլիտայի անունից խոսում են, ուրեմն էլիտա կլնեիք, եթե Արցախում դիմադրություն կազմակերպեիք եւ կկռվեիք այնպես, ինչպես Գազայի հատվածի պաղեստինցիներն են կռվում եւ 1 միլիարդ եւ ավելի դոլարի զենքը կամավոր չէիք թողնի ու ճողոբրի։ Խոսքս իշխանությունների մասին է, մեր ժողովրդի մասին չի, որոնց կանգնեցրեցին անելանելի փակուղու առաջ։ Հիմա ինչ եմ ուզում ասել, ուրեմն սա նշանակում է մի բան, որ մենք փոխադարձ հասկացողությամբ, որտեղ ձեռքի տված մեր երկիրը ճգնաժամից դուրս բերենք, բայց այստեղ կա գլխավոր մի իրողություն։ Մենք բոլորովս ամբողջ աշխարհի հայությունով պետք է ընդունենք, որ ունենք Հայաստանի Հանրապետություն, որը կայացնել է, որը հզորացնել է, որի ուրեմն մշակույթն ու տնտեսությունը զարգացնելը մեր խնդիրն է։ Հիմա եւ եթե սա կանենք, ընդունեք այդպես, ուզում եք չէ, բայց ես կասեմ ճշմարտություն, ինչպես որ ասվել է իմ կողմից միշտ։ Ուրեմն մենք, եթե որպես ազգ կկարողանանք այսպիսի հայկական լեռնաշխարհի փոքրիկ մի մնացած մի ծվենը, եթե կկարողանանք պետություն ուրեմն պետություն որպես կայացնել, մենք հաջողություն կունենանք, ես նույնիսկ չեմ կասկածում, որ ժամանակին նաև տարածքային որոշակի կորուստներ կվերականգնենք։ Եթե կործանելու ենք հանուն Ղարաբաղյան կլանի եւ նրա սեփականատիրոջ ռուսական ռաշիզմի կամ իմպերիալիզմի կործանվելու է նաև սա, ուրեմն իմացեք, որ որպես ժողովուրդ եւ այլն մենք այլևս ոչ ապակա ունենք, ոչ էլ կարող ենք ունենալ, ոչ էլ բնագեցնելու ենք այս հատվածը։ Հիմա սա այսպես, դուք տեսնում եք, թե ընտրությունները եւ ազգային ժողովի ընտրությունները, ինչպես տեսնում եք, 7 տարի հետևում չեն, մնում է տարի ու կես տարի, եւ ինչպես են նախկին ուրեմն երկիրը կործանողները ճիշտ ու սուտ իրար խառնած, ուրեմն ձին հեծած այնտեղ դեպի իշխանություն են նետվում։ Ես կասկած չունեմ, որ մեր ժողովրդի իսկ հսկայական մեծամասնությունը մերժելու է սրանց վերադարձը բացառված է ընդհանրապես, բայց կյանքն այնպեսին է, որ իրենք դա չեն հասկանում եւ 4 անգամ, 8 անգամ ժողովրդից մերժվածները նորից խոսում են ժողովրդի անունից, սա տգիտությունից է եւ նաեւ քաղաքական շարլատանությունից։ Մեկը, որ իր թաղամասում 4 ցան չի հավաքել, 4 մարդ չունի, հետը հա ժողովրդի անունից է խոսում Երնանաշահերի պաշտպանությունից։ Այսպես ուրեմն ինչ ասեմ, զավեշտ է, բայց այդպես է։ Ուրեմն դրա համար ինչ առաջարկս է, որ մենք ինտեգրման գործընթացը, այսպես ասեմ, կարողանանք հաջողությամբ տանել, մանավանդ արցախայերին հետևյալն եմ ուզում ասել։ Դուք կլանից բարեկամներ ոչ մի օգուտ չունեք։ Տեսնում եք, որ նրանք Հայաստանի միլիարդավոր դոլարների կողոպուտը կլանի ձեռքին է, բայց դուք տեսնում եք, ձեզ մի քոր կոպեկ էլ չեն կամենում, չեն տալիս։ Բայց ձեզ ուրեմն դուք ապրելու եք ձեր հայրենագիտ ժողովրդի հետ միասին, նույն քաղաքներում, նույն գյուղերում, աշխատեք ձեր միջավայրում, ձեր հարևանների հետ վատ հարաբերություններ չստեղծեք։ Ինչի՞։ Որտեղ մարդիկ մի մասը իրականում հասկանալով, մի մասը նաև զգացմունքի տակ մեղավոր կարող են հաշվել ձեզ եւ այդ դեպքում իրենք կարող են ցույցեր անել։ Այնպիսի ցույցեր, ինչպիսի դուք եք անում։ Եվ այդ պարագայում դժվար է ասել, թե ցույցեր ուր կհասնեն եւ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը մինչեւ ուր կգնա։ Ես առաջարկում եմ, զգուշացնում եմ այս պարագայից հեռու մնացեք եւ դադարեցրեք դրան։ Նորից կգնամ, հարցեր ունեք, ստեղծեք ուրեմն մարդկանց խմբեր, հանձնաժողով չեմ ասի, ներկայացներ, կառավարության համասար մարմինների հետ գնացեք հանդիպեք, նյութական թե ինչ հարցեր կան, լուծեք, կարողացեք եւ այլն, բայց աշխատեք աշխատանք ճարել։ Հայաստանի ազգաբնակչությունը բոլորը գիտեն, որ աղքատ է հիմնականում, դա ամոթել է ասել, բայց ունևոր չի, լավ այդպես ասել, եւ ձեր նման նրանք էլ հազար մի հոգսերի մեջ են ապրում, ընդ որում, եթե դուք ուրեմն 30-40 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ու կամ անուղակի հազարավոր 100 անգամ ավելի շատ նպաստ ու օգնություն եք ստացել համահայկական հիմնադրամից, այդ բոլորը ստացել եք Հայաստանի ազգաբնակչությունը ոչինչ չի ստացել հասկանալով, լռելով, ձեզ տվել է ամեն ինչ, զինվոր, փող, կյանք, եւ դուք հիշեք, որ բանակը երբ որ կայանում էր, մարդիկ իրենց երեխաներին Արցախի լեռներում պահում էին իրենց միջոցներով
դուք մենք բոլորս տեսել ենք, թե ծնողներն ինչպիսի խանդաղադանքով, հոգատարության, լուռումունջ, ինչպես մեր ժողովուրդն ասում, վերանի ցածը կտրելով Արցախի ուրեմն բանակի շարքերում ծառայող ուրեմն իրենց զինվորներին պահում էին հագուստով, սենանտով եւ այլն առանց դրդունջի։ Այդ բոլորը ջուրը լցրեց ձեր Ղարաբաղյան կլանը, այս ժողովրդի տառապանքը, Սփյուռքի ահռելի գումարները, այդ բոլորը սրանք ջուրը լցրեցին եւ դուք կարծում եմ այնքան էլ միամիտ չեք հասկանաք, որ այդ ջուրը լցրած փողի ահռելի բաժինը իրենք վագոներն ու ուրեմն այդ ղուկաս ինչանեն արգադիներ իրենց գրբաններում չեն լցրել։ Դուք գիտեք, որ դրանց եղբայրքուր եւ այլն հարազատները Հայաստանում անշարժ եւ շարժական ահռելի գույք ունեն, աղն ու ջուրն անգամ գնել են։ Ուրեմն այդ համահայկական նաեւ հիմնադրամի գումարներով։ Ես ճիշտ ասած, երևի ժամանակը կգա որոշակի հանդարտություն կլինի, երևի թե Սփյուռքը պետք է ստեղծի որոշակի մի հանձնաժողով եւ սրանցից հաշիվ պահանջի թե համահայկական հիմնադրամի տասնյակ տարիներ հավաքած եւ Արցախ ուղարկված գումարներն ուր են, ում գրբաններում են եւ ինչու բանական պատրաստ էր ռազմական գործողությունների եւ ինչու հայ ուրեմն այս գեներալ կոչվածների ուրեմն բաները այդ ուրեմն ձեռքբերումները ինչու միայն իրենց ոսկե ուսադիրներն էր, ոչ թե կրթությունը, ոչ թե իրենց գիտելիքները եւ ոչ էլ հերոսությունը, որովհետեւ ես նույնիսկ մի քանի մարդիկ կային, մտածում էին, որ 23 թվականի սեպտեմբերին, երբ որ ճողոպրեցին սրանք Ալիևի հարվածներից, գեներալիտետի մասին է, մտածում ենք մի քանի հոգի կարող է որոշակի խմբեր ստեղծեն, մտնեն պարտիզանական կռիվ սկսեն Ադրբեջանի դեմ, բայց դուք տեսաք, որ բոլորը գլխականակով փախան, ներկայանալով իրենց փաստաթղթերը ցույց տալով Ադրբեջանի վերահսկիչ կետերում։ Ցավալի է, բայց այդպես է։ Դրա համար առաջարկում եմ դադարեցնել այդ բողոքի ակցիաները, ուղղակի լծվել սեփական կյանքը կարգավորելուն, հարևանների հետ նորմալ ներդաշնակ ապրելուն եւ դեղի ազգաբնակչությանը անիմաստ ձևով չդրամադրելու ուրեմն Արցախահայերի հանդեպ, իսկ դեղի բնակչությունները պետք է ասել, որ նայեցեք Ղարաբաղյան կլանի սխալները մի վերագրեք մեր հայրենագիտներին, որովհետեւ ուրեմն ստացվի կյանքի ներդաշնակություն, որովհետեւ մենք կարողանանք հաղթարել մեր երկրի վիճակը։ Ուրեմն որ այս բոլորը փաստեր են եւ սրանք քանի որ մարտի դուք գիտեք, որ արդեն ուրեմն ամեն առիթ օգտագործելու են երկիրն անհանգիստ պահելու համար, նույնիսկ այն մեկը կա, որ տոկոս խփողը հայտարարում է, որ իրենք պերմանենտ իշխանափոխության հարցերով են ուրեմն զբաղվելու։ Ես ասեմ, որ ծոծրակներդ կտեսնեք, իշխանություն չեք տեսնի, եւ ես ենթադրում եմ, որ ազգային ժողովի ընտրությունը գլխովին ջախջախվելու եք եւ շպրտվելու եք։ Եթե դա չեղավ, ժողովրդին էլ ասեմ, որ որևէ ապակա այլևս Հայաստանը չի ունենա եւ չգիտեմ ինչ մնացածը տխուր է, նույնիսկ չեմ ուզում խոսել։ Ապրիլի 24 է գալու, սրանք հարամ են անելու ամեն ինչը վերածելու են հակակառավարական ելույթների, իրենց չմեցած կուսակ թաղանները կներեք բարի համար, աշխարհին ցույց տալու համար։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, բերեք ես նորմալ մենք ապրենք, աշխատենք եւ այլն։ Եվ իմ կոչը հետեւյալն է, իհարկե եթե կլսեք, դա ձեր գործն է, որ մենք պետք է զբաղվենք ցես հետ միասին երկրի ներքին կյանքի կազմակերպումով եւ այդ ներքին կյանքը պիտի կազմակերպվի։ Հայաստանին արդյունաբերություն է պետք, ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների մակարդակով արդյունաբերություն է պետք, Հայաստանին պետք է բարձր մշակույթ, Հայաստանին պետք է գողական բարքերի ուրեմն մոռացում, ես կառավարությանը կառաջարկեի, որ հատուկ միջոցառումների մի համակարգ մշակույթի նախարարությունը ասենք կազմեր գողականությունը եւ գողական բարքերը հաղթահարելու եւ կենտրոնական հերոստանգերությանը մյուսներին որոշակի բացատրական աշխատանք անելու համար, որտեղ գողականության հաղթանակը դուք տեսաք Գյումրիում, իսկ դա ապակա լինել չի կարող։ Հայտարարություն է։ Դարերի մշակույթ ունեցող Կոմիտաս աշխարհին տված Արամ Խաչատրյանի երաժշտությունով ապրող Այսպես կարելի է շարունակել, ուրեմն Պարուր Սևակ եւ Մարտիրոս Սարյան ունեցող ժողովուրդը թավալ գլոր է տալիս գողականության, գողական բարքերի, պանյակների եւ չգիտեմ ինչ զարումարի մեջ բարդերի եւ ուրեմն այլ երաժշտության հնչյունների տակ։ Ուրեմն այս բոլորը պետք է կարգավորվի եւ մեր խնդիրն է։ Մենք պետք է մտածենք ինչպես կարողանանք մեր երկրի ներքին կյանքը կարգավորենք։ Դուք տեսնում եք, որ երկրի ուրեմն ներքին վիճակից դուրս արտաքին քաղաքական հարաբերությունները դարել են բազմավեկտոր բազմահարճունավետ եւ հատուկ եմ ուզում եմ Վարդան Օսկանյանին ասել, որը իրեն դրել է այն հայտնի կենթանուտեն տեղ եւ իրեն իբրև թե արտաքին քաղաքական մասնագետի անընդհատ խոսում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ցախողումների մասին։ Հակառակը Ժորժ ջան, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը
չի եղել արդյունավետ երբևէ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանից սկսած մինչև այս գողապետերի եւ գողապետության կառավարման տարիներին, որոնց արածն այն էր, որ սրբագրում եւ անում էին այն, ինչ Մոսկվայից թելադրում էին եւ այն ինչ որ անում էին, զեկուցում էին Կրեմլին։ Դրա համար Մոսկվան չափազանց գոհ էր եւ վզներին նստած քշում են։ Նույնիսկ սրանք առանց ամոթի խոսում են արտաքին քաղաքական ծախողումների մասին։ Հակառակը Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրադրության մեջ այս բարդ կերպարտ վիճակում տեսնում եք ինչպիսի քաղաքականություն է վարում եւ իմը ամենևին գովեստ չի, եթե գովեստ եք հաշվում, դուք պետք է հասկանաք, բայց իմ օգուտն ինչ է, որ ես գովում եմ, որևէ խնդիր չունեմ, բայց մենք պիտի տեսնենք մեր պետության հաջողությունն այնպես, ինչպես ուկրաինացիները տեսնում են իրենց պետության հաջողությունը, ինչպես Ավստրալիայի ժողովուրդը ուրախանում է սեփական պետության հաջողություններով եւ տխրում է ասենք պետության անհաջողությունով եւ այլն, այսինքն նորմալ մարդը ուրիշ կերպ չի կարող լինել։ Ուրեմն շարժվում ենք առաջ, մեզ պետք է տնտեսություն, մեզ պետք են տեխնոլոգիաներ, ընդ որում ասեմ, որ գիտության այնպիսի կազմակերպում եւ դրա համար կառավարությունը պիտի ազատ թողել, որովհետեւ նա հասկան գերատեսչությունն անեն տեխնոլոգիաների զարգացում, տեխնոլոգիաների այնպիսի ճյուղերի զարգացում, որոնք փող են բերում։ Նկատի ունեցեք, այդ նավթ չունենալ եւ այլն որևէ պատրվակ չեն, որ ասենք, որ մենք պարտադիր ենք դատապարտված ենք աղքատ ապրելու, թույլ պետություն լինելու։ Բոլոր նախադրյալներն ունենք, որովհետեւ մենք կարողանանք ուրեմն լավագույնս ապրենք։ Իմ տպավորությունն այդպիսին է, դուք գիտեք, որ վերջին շրջանում ես շատ արդյունավետ ասեմ, շատը թողենք, հանդիպումներ եւ այլն տեսակցություններ ունեցա Ավստրալիայում, համեմատություններ եւ այլն, ծես համար շատ ուրեմն սիրված կարծում եմ իմ տեղակալ Հայկ Սուքիասյանը նոր է վերադարձել Չիկագոյի միջազգային քաղաքագիտական կոնֆերանսին զեկուցում կարդալուց եւ այլն, եւ այդ տեղեկատվության հիման վրա ես կարող ենք ասել, որ երկրի այդպիսի միջազգային ֆոնը բավականին հաջող է եւ մենք պետք է այդ գործը շարունակենք։ Պատկերացրեք, ինչքան կլներ ավելի արդյունավետ, եթե մենք կարողանայինք շատ ավելի ուրեմն հանգիստ վիճակում աշխատելու։ Երկրին կայունություն է պետք, ձեզ աշխատանք է պետք, հաշինականին գարուն է գալիս, հանգիստ իր աշխատանքն անել է պետք եւ այլն, եւ այս կառավարությանն պետք է հորդորել նաեւ արդեն պահանջել, որ նա պլանավորված ձևով երկրի տնտեսության ստանդարտները օգնի բարձրացնել, որովհետեւ մենք այդ ռուսական շանտաժից, ռուսական շուկայի պրոբլեմներից կարողանանք քիչ կախում ունենալ։ Ինչքան Լարսից քիչ կախում կունենանք, այնքան երկրի անվտանգությունը բարձր կլինի, այնքան դուք լավ կապրեք եւ արդյունավետ կգործեք։ Ասեմ ձեզ հետեւյալը, մենք ուրեմն հաճախ չենք ուզում տեսնել աշխարհի հաջողությունները, բայց ասեմ, որ ինձնից գուցե եւ լավ գիտեք, որ աշխարհը շատ առաջ է անցել, իսկ հայությունը Սուլտան Համիդից սկսած զբաղված է ներքին տագանքի հետ կռիվ տալով եւ երկրի անվտանգության ժողովրդի վիճակն ապահովելի խնդիրներով զբաղվելով։ Սա արդեն անհարիր է մեզ համար։ Նայեցեք շուրջները, աշխարհի ուրեմն չզարգացած դժվար կյանք վարող պետություններից մեկը մենք ենք հանգամանքների բերումով։ Այն բaragայում, երբ աշխարհում մեկ տարածված է, որ իբրև թե հայերը շատ խելացի են։ Եթե հայերը շատ խելացի են, ունեն լավ գործարար աշխարհ, եթե ունեն լավ գիտություն, հարց է թե ինչու ենք մենք մեր երկրում այսպիսի վիճակի մեջ, ինչու ենք զբաղված 4-5 տարի Ղարաբաղյան կլանի ուրեմն դավադրությունները, ռսակոծությունն ու ռսահպատակության դեմ պայքար տանելով։ Այս բոլորը մեզ մտածելու առիթ է տալիս եւ այդ առաջարկները մենք պետք է անենք։ Առաջիկայում դուք գիտեք, որ ազգային ժողովի ընտրություններ են եւ ես դիմում եմ բոլոր քաղաքական շրջանակներին, բայց ոչ կլաններին, նրանք իրենցն են անելու։ Ուրեմն կարողանալ սեփական ծրագրեր ներկայացնել երկրի ճգնաժամը հաղթահարելու, ազգային համախառն արդյունքը շատ ավելի բարձր տեմպերով զարգացնելու, անվտանգությունը, զինված ուժերի վիճակը բարելավելու եւ այլնի վերաբերյալ շատ ցանկալի կլինի, որ մեր ամեն մի հարցազրույց, ամեն մի հանդիպում գնա այդ ուղղությամբ, ոչ այն ուղղությամբ, ինչ որ այսօր իրականություն է։ Մի ընկեր ինձ համար շատ տարօրինակ հանկարծակի մի անգամ այս վերջերս հարց է տալիս, թե ինչու անգլիացիները չլինելով ուրեմն բազմազգ այնպիսի, ասենք, քանակություն ենթադրենք, ինչպիսին հնդիկներն են, չինացիներն են, բայց աշխարհի բոլոր երկրներում, աշխարհի բոլոր մարտամակներում կան եւ ինչու Անգլիան, ինչու անգլիացիներն այդ հաջողությունն ունեն։ Դժվար ճիշտ ասած անակնկալ հարց է, բայց ես ուզում եմ ձեզ փոխանցեմ հետեւյալը, որ մենք իհարկե գաղութացված ժողովուրդ ենք եղել, ցեղասպանություն ենք տարել,
եւ դա շատ վատ հոգեբանական, նյութական, ահռելի կորուստի եւ վնասի արդյունք են կրել։ Այդ բոլորը հասկանալի բան է, բայց դա չի նշանակում այդ կյանքով պետք է ապրենք։ Հիմա ինչն է անգլիացիների հաջողության պատճառը։ Բազմաթիվ են եւ ինչն է մեր անհաջողության պատճառը։ Ասեմ հետեւյալ. առաջինը անգլիացիներն ունեն էլիտա։ Հայ ժողովուրդը չի կարողանում էլիտա ձևավորել։ Էլիտա ես նկատի ունեմ ազգային մաքուր իսկական նվիրյալների մտավոր, որտեղ սա մտավոր քաղաքական զինվորական ուրեմն աշխատանք անողների համախումբ պետք է լինի։ Իհարկե մենք անհատապես այդ բոլորն ունենք, չի ձևավորում, որտեղ օտարյալի հատկապես ռուսական գաղտնի ծառայությունը ձեզ էլիտայի փոխարեն հրանցնում է սուրոգատ, այսպես ասեմ, սուրճի փոխարեն սուրճի փշրանքներ, գարու հատիկներ բոված, եւ մենք հերթական անգամ տեսնում ենք օպերային հրապարակում այն հարթակ են բարձրանում ազգի փրկիչներ, գոռում ճչում են փողկապով եւ ճոռոմաբանությամբ, մի քանի օրից հետո տեսնում ենք չեղավային ինչ որ պիտի լիներ։ Հիմա անգլիացիների մասին ինչ եմ ուզում ասել, ամեն ինչը դաստիարակության հետ կապ ունի, մտածողության առաջին հետ կապ ունի եւ այսպես ուրեմն ես հիշեցնեմ Աստվածաշնչից մի հետաքրքիր նախատասություն, կարծում եմ դուք դա գիտեք, բայց Հովհաննեսի ուրեմն այդ բանում է։ Ուրեմն ինչ ասում, ինչն էր աշխարհի սկիզբը։ Հիշում եք ինչ ասում սկզբից, բանն էր բանը եւ բանն Աստված էր։ Ասելիքի իմաստը չմտնենք աստվածաբանության խորը բարդ թեզերի մեկնաբանության մեջ, բայց բարձրագույն ընկալումն այն է, որ ուրեմն սկզբից միտն է, հետո մնացածը։ Դրա համար ես ձեզ կոչ եմ անում, դիմում եմ ձեզ աշխատեք մտածելու հետ միասին մշակել միտքը եւ միտքը լինի քննական եւ քննադատությունը ոչ են իմաստով, ինչպես ռևանշիստներն են հասկանում, ուրեմն ամեն ինչին դեմ լինել, ամեն ինչը քննադատել։ Դրա համար քննական, այսինքն վերլուծել, հասկանալ եւ նոր առաջարկներ ունենալ եւ այսպես ինչու վերջին հաշվով եւ երկրորդ ունենալ ազատության ձգտում։ Ես հիշում եմ ուրեմն այսպեսի մի բան։ Անգլիացիներն ինչու են այդպեսին։ Ես կարծում եմ, որ մտածողության մեջ մեծ խնդիր կա։ Կարող ենք վերցնել նաեւ ուրիշ ազգերի, բայց խոսքը քանի անգլիացիների մասին է։ Որովհետեւ անգլիացիները փոքր հասակից սովորում եւ ուրեմն անգիր են անում Ռոբին Հուդը։ Կարծում եմ մեծ մասը Ռոբին Հուդի վերաբերյալ ուրեմն ֆիլմեր, մուլտֆիլմեր, դատողություններ եւ այլն հաստատ լսել եք, կարդացել եք, դիտել եք, եթե չեք կարդացել, առաջարկում եմ կարդալ, օրինակ անձամբ ստացվել այնպես որ ես իմ հայոց լեզվով կարդացած առաջին գիրքը, կարծեմ երկրորդ դասարանում է եղել եւ հանգամանքների բերումով առաջինը կարդացել եմ Ռոբին Հուդը։ Ես կարող եմ խոստովանել, որ Ռոբին Հուդը եւ նրա կերպարը, գիտեք, մանկության տարիներին մարդին չկարդում է նրա մեջ, դա մեծ ազդեցություն է թողում, մինչեւ հիմա Ռոբին Հուդի կերպարը ինձ հետ է։ Ուրեմն իսկ ինչ է լինում մեր ուսուցիչներին, աշակերտներին եմ ասում։ Մեր մոտ ինչ է լինում, նորական պատմության շրջանում մեր հերոսը եղել է գոհը, ուրեմն Գիկորը եղել է Բազազարտեմը։ Ուսուցիչներին առաջարկում եմ դպրոցներում Գիկոր չսովորեցնել, Բազազարտեմից հեռու մնալ։ Ինչու՞։ Մենք Գիկորներին տեսնում ենք փողոցում, հատկապես ռսահպատակության, ստրգության եւ այլնի բարակայով։ Չի կարող Գիկորի մեջ ազատության տենչ լինել։ Նախոնար այսպես հոգսերի մեջ գիտեք էլի խղճալի մերն է, մեր պատմության հետ առնչություն ունի եւ այլն։ Դրա համար կուզենայի, որ մեր մանկավարժները գտնեին մեր Ռոբին Հուդին եւ մեր փոքրիկներին առաջին օրվանից մեր կանայք, մեր աղջիկները իրենց փոքրիկների բարձի տակ դնեին այնպիսի մի բան, որը իրենց այդ երեխաների մեջ ազատության եւ ոչ լացու ցեղասպանության հանգամանք կդաստիարակեին։ Ես կարծում եմ, որ իրականում դա կարող եք ընդունել թե չէ, անգլիական ժողովրդի հաջողությունը հենց Ռոբին Հուդով երեխաներին մեծացնելու մեջ է արկածախնդիր, ազնվության տենչ, արդարամիտ, բայց նաև անարդարություն չհանդուրժող։ Գտեք մանկավարժների մասին է այն գրքերը, խորհուրդ տվեք եւ առաջարկեք, կոնկրետ առաջարկեք։ Հերրու պահեք Գիկորներից, ուրեմն Բազազարտեմներից եւ այլն։ Եթե որևէ մեկը կուզենա հետո Գիկորի համար կարդալ եւ լացել, դպրոցն ավարտելուց հետո կարող է կարդալ իր չար բախտը Գիկորի հետ միասին անիծել, բայց դա արդեն իր հոգեկան աշխարհի վրա առանձնապես ազդեցություն չի ունենա եւ ցեղասպանության հուշով երեխաներին մի դաստիարակեք։ Այդ բոլորը մենք պետք է իմանանք, անպայման դա մեր պատմությունն է, բայց ցեղասպանության հուշով ապրել չի կարելի։ Մենք դա տեսանք պարտության ուրեմն մեր օրերին եւ պետք է մենք վերլուծենք, թե վերջին հաշվով ինչու այսպեսի ծանր պարտություն գրեցինք, չէ՞ որ մենք կարող ենք նաեւ հաղթել։ Մենք կարող ենք Ղարաբաղյան կլանք չունենալ, մենք կարող ենք ունենալ հերոսներ, գեներալներ, բայց մեր գեներալները, ինչպես որ սրանով կավարտեմ
մեր գեներալները 1920 հոկտեմբերի 20-ին Կարսի անառիկ ամրոցը հանձնեցին ռուսների հրահրմամբ Թուրքին, դա հայկական ամրոց էր, ինչպես որ մեր գեներալները, այսինքն ռուսական գեներալները հայի ուսադիրներով ուրեմն Շուշին հանձնեցին ադրբեջանցիներին եւ այստեղ բան է, ուրեմն մտածելու շատ բան կա եւ ես վստահ եմ որ Ռոբին Հուդները երբեք ուրեմն չէին անի դա, գզովեին, բայց ոչ Շուշին կհանձնեին, ոչ էլ ուրեմն Կարսը, եւ մենք այս օրի մեջ չենք հայտնվի, այ եթե մենք Արցախում ունենայինք մի 10 Ռոբին Հուդ հաստատ միլիարդավոր դոլարների զինապահեսները կպայթեցնեին, գուցե եւ իրենք էլ դա պայթեին, բայց այդ ամբողջ Ադրբեջանը օդը կհանեին, բայց մենք ինչ տեսանք, տեսանք մարդիկ, որոնք երկիրը կառավարել էին, երկիրը կողոպտել եւ բոլորից առաջ էին փախչում, դուք հիշեք, որ մեզ այդ փախուստի օրերին ասում էին, որ Արցախում այլևս իշխանություն չկա, Արցախում իշխանության էլիտան չքացել է, գետնի տակն է մնացել, այլ լավ կլներ, եթե դրանք գետնի տակն էլ հայրենի հողում մնային եւ պահեին իրենց պապերի գերեզմանները, ոչ թե գային այստեղ ժողովուրդ կազմակերպեին պետության եւ իրենց ժողովրդի դեմ։ Ուրեմն ստեսություն ուրեմն հարյունակիցներ ասեմ հետեւյալը, որ մենք պարտավոր ենք ճշմարտությունը սիրել, գեղեցիկը բերել է մեզ միտեղ, սուտ խոսերը, բորոտախոսությունը, սուտ հերոս լինելը, այդ ամբողջը բերել է նրան, որ մենք մեզ Տիգրան Մեծից թողած մինիմում թիվ եմ ասում 300,000 քառակուսի կիլոմետր լեռնաշխարհից տարածքից մեզ ընդամենը մնացել է 29.7 հետ էլ տեսնում եք ինչ խնդրահարույց է եւ որ ճիվաղը մի 4 տարի են ադրբեջանցու լեզվով ուզում էր մեղրումի չանցք, հիմա էլ ուզում է անպայման կապանում ունենալ հյուպատոսություն, ազգովի պիտի կանգնեն եւ ռուսական հյուպատոսություն թույլ չտալ կապանում։ Նա ուզում է ուրեմն մեր հիմնական մայրուղի, ուրեմն այդ Իրան, Հնդկաստան, Իրան, Սյունիքով անցնող մայրուղու վրա անպայման ունենալ վերահսկողություն, որովհետեւ հատկապես Սյունիքի գլխին բերի այն օին է, ինչ որ Արցախի գլխին բերեց ադրբեջանցիների հետ։ Ուրեմն չպիտի թույլ տալ ռուսական հյուպատոսության ներկայություն եւ ստեղծում ուրեմն կապանում եւ առասարակ։ Հիշեք, Ավետիք Իսահակյանին եմ հիշեցնում։ Ուզում եք նեղացեք, ուզում եք չէ։ Որովհետեւ ապրի Հայաստան, պիտի մեռնի Ռուսաստան։ Ռուսաստանի ներկայությունը անընդհատ պիտի նվազեցնել Հայաստանի Հանրապետության տարածքում, մեր մտածողության մեջ, մեր բառաբաշարում եւ տա Աստված որ մյուս տարի այնքան խորտակված լինի, որ մենք իրենց մասին անգամ չհիշենք։ Մեր ուղեղն ազատվի ստեղծագործ աշխատանքի եւ մեր հայրենիքի, մեր պետության մասին մտածումներով, մեր ժողովրդի մասին մտածումներով։ Ստեսություն, ուրեմն լավ մնացեք, իրար հետ համերաշխաբրեք, միացեք միմյանց Արցախահայեր եւ ուրեմն տեղի հայություն մերժեք Ղարաբաղյան կլանին։ Դա ձեր ողբերգության հիմնական կազմակերպիչն է եւ Հայաստանի պետականության հիմնական թշնամին, դա Deep State-ի գողապետության հիմնական կրողն է եւ երկրի աղքատության եւ նվաստացման հիմնական մեղավորը։ Ստեսություն ձեզ, ողջ մնացեք, Հայաստանը ապրելու է, արարչագործության հայրենիք է, բայց այդ արարչագործության հայրենիքը մենք միասին պետք է ստեղծենք արցախահայերով, լորվահայերով, Սյունիքի հայերով եւ այլն սփյուռքահայերով, ինչպես կուզեք, անկցի Ղարաբաղի կլանը։